Բարյարև սիրելի ցուլի նշանի ներկայացուցիչներ արևի նշանով եւ ասցենդենտի նշանով ես նրանք ովքեր նոր են միացել նշեմ, որովհետեւ այդ հարցը միշտ ինձ տրվում է միշտ ուրեմն պետք է անպայման իմանաք ձեր ասցենդենտի նշանը, բացի արևի նշանով, այսինքն այն մարդիկ, ովքեր ծնվել են ապրիլի 21-22-ից, նայած որ տարի մինչև մայիսի 21-22, այդպես դրանք արևի նշանով ցուլերն են եւ պետք է իմանաք ձեր ծննդյան ճշգրիտ ժամը, որպեսզի հասկանաք արդյոք ձեր ասցենդենտի նշանը ցուլն է, որտեղ դու կարող եք լինել ցանկացած նշան, ձեր ասցենդենտի նշանը լինել ցուլը եւ բնականաբար դա ձեզ վերաբերում է առաջնահերթ, այդ երկուսը պետք է լսեք, որպեսզի տվյալ ամսվա համար կանխատեսումը ինքը լինի լիարժեք, լինի ամփոփ եւ ես այսօր ներկայացնելու եմ ապրիլ ամսվա համար կանխատեսումը եւ նշեմ որ դուք 8-րդ տեղում եք, այդպես էլ ձեր 8-րդ տեղը պահպանել եք, ոչ մի փոփոխություն չկա, իսկ բան նրանումն է որ այսօր մարտի 29-ն է եւ իմորացով Նեպտունի օրն է, դա ասում է այն մասին որ դուք եւս այսօր շատ նշաններ են կան Նեպտունի ազդեցության ներքո, այդ էներգիայի ներքո եւ դուք եւս ինչ որ անորոշ անհանգիստ վիճակում եք կամ էլ գտնվում, ասենք այնպիսի վիճակ է որ պիտի դա կարգավորեք, ներքին անհանգստություն, էմոցիաներ կան եւ այլն, այսպիսի տրամադրություններ են եւ ընդհանրապես աշխարհում էմոցիաները միանշանակ բարձր են, ես դրա մասին ասել եմ եւ այսպես 3 օրից արդեն տեղի կունենա լիալուսինը ապրիլի 2-ին Հայաստանի ժամանակով 6:11:46 արևև լուսինը կհակադրվեն 13 աշճանում եւ այն տեղի կունենա կշարքի նշանում իդեպ սիրելի ցուլեր ձեր մոլորակը քանի որ Վեներան է ասեմ որ 30-ին վաղը ինքը մտնելու է ձեր նշան ուրեմն սա շատ կարևոր է ես իհարկե կանդրադառնամ պարզապես կշարքի նշանում երբ լինում է լիալուսինը ինքը այստեղ եւս ձեր մոլորակն է ես դրա համար անդրադարձա Վեներան է եւ ես կարծում եմ դա ձեզ կօգնի ճիշտ որոշում կայացնելու գիտեք այստեղ կարող է լինել ուրեմն դա աշխատանքին կարող է վերաբերել առողջական հարցերին կարող է վերաբերել այստեղ կարող են լինել նաև գիտեք սիրո թեման սիրո ամուսնության թեման եւս կարող է լինել եւ մինչև ապրիլի ուզում եմ նշել ապրիլի 25-ը ընդհոպ սիրելի ցուլեր ինչպես որ ասացի վաղ արդեն Վեներան մտնում է ձեր նշանը եւ այստեղ մասնավորապես ասցենդենտով ցուլերը, հա, շատ ինքը լավ տրամադրություն է բերում, ձեր կյանքը կլցնի սիրով, կհանդիպեք այն մարդկանցում, ձեր համար սիրելի մարդկանցում վաղուց չեք տեսել, ուղղակի սիրային հանդիպումները շատ կլինեն, ամուսնության ու նմանատիպ թեմաները, խոսակցությունները եւս ակտիվ կլինեն բոլոր դեպքերում, այսպես տիեզերքը կարծես թե լցվում է սիրով այդ տրամադրությունն է եւ այստեղ եւ ֆինանսական հարցեր կլինեն եւ նվերներ կարող են լինել այնպես որ դա ակտիվանում է անպայման կգրեք մեկնաբանություններում արդյոք դուք ստացաք լավ նվերներ արդյոք այստեղ ֆինանսական հարցերը կամ սիրո հարցերը նմանատիպ փորձեցիք կարգավորել սա բերում է նաեւ արտաքին փոփոխություն ի վերջո բայց ամենակարևորը զգուշ ենք լինում շատ քաղցր չօգտագործում որտեվ արդեն ասցենդենտով ցուլերը այդ վտանգը կա քաղցր ուրեմն քաղցր շատ են օգտագործում թխվածքներ պաղպաղակ եւ այլն հա ցանկությունը բավականին մեծանում է եւ այդպիսի բաներ օգտագործում են ահա այնպես որ շատ չգայթակղվեք ուշադիր եղեք կամ գիտեք ինչ ուղակի այնպիսի իրավիճակներում են հայտնվում որ ուզեն թե չուզեն օգտագործում են դա ասենք հյուր են գնում եւ այլն ու այդպես որովհետեւ քաղցրակեր են չեն կարող հրաժարվել այնպես որ զգուշ եղեք քաշի ավելացում չլինի եւ այսպես
Ես կարծում եմ սա արդեն վերջինը կլինի եւ դուք կզբաղվեք, որտեւ էներգիաներ կա, որ չէր թողնում ասցենդենտով ցուլերը կարողանային ինչ որ ժամանակ, ասենք, քան որ մենք քաշի մասին ենք խոսում, քաշ գցել հետո նորից հավաքել, ես ձեզ հավատացնում եմ, որ մայիսից արդեն դուք կկարողանաք ավելի ստաբիլ դարձնել դա, այդ խնդիրը եւ անհանգստանալու կարիք չի լինի արդեն այդ էներգիաները ձեզ հանգիստ կթողնեն, դուք կարող եք պարապել, կարող եք հետևել ձեր կազմվածքին, որպեսզի քաշ չավելանա, որտեղ դա միայն բերում է ոչ միայն արտաքինից, այլ նաև առողջական խնդիրներ է առաջացնում ավելորդ քաշը։ Ահա, ավելի հաճախ գնացեք ուրեմն լողավազան, մասաժների, սա դուք շատ սիրում եք, այնպես որ ասցենդենտով ցուլեր գնացեք եւ փորձեք դա վայելել։ Ահա, ուրեմն խոսեցինք լիալուսնի մասին եւ հիմա 17 ապրիլի տեղի կունենա ժամը Հայաստանի ժամկով 15:51:36 արևև լուսինը կմիավորվեն 28 աստիճանում եւ խոյի նշանում, դա ձեր 12 երթումն է, սիրելի ցուլեր, տեղի կունենա նորալուսինը, գիտեք շատերի մոտ սկսում է ինչ որ մի նոր բան, նոր կյանք, նոր հարաբերություններ կարող է լինել, բոլոր դեպքերում փոփոխություն է մտնում շատ ցուլերի կյանք եւ տարբեր ըստ իրենց անձնական քարտեզի, այնպես որ այդ սկիզբը դրվելու է։ Այսպիսի իրավիճակներ են, բավականին ակտիվ կլինի, այսինքն դուք ապրիլի կեսերից կամ մի քիչ ավելի շուտ նույնիսկ այդ նախապատրաստական վիճակը ձեզ մոտ կլինի, ավելի շատ կլինի ակտիվությունը, հիմա դեռևս ինչ որ միջավայրում կարող է լինել այստեղ էմոցիաները ասացի շատ բարձր են, մի քիչ ավելի լարվածություն կա, անհանգստություն կա, ոմանց մոտ կարող է միջավայրում լինել, գիտեք, ոմանց մոտ կարող է կոնֆլիկտային հարցեր լինեն միջավայրում, էմոցիաները գլուխ բարձրացնեն եւ չդիմանաք ինչ որ քայլեր անեք, բոլոր դեպքերում որոշում կայացնելուց փորձեք զերծ մնալ, մանավանդ աշխատանքի կամ աշխատավայրում ինչ որ կոնկրետ հարցեր, որոշումներ չկայացնեք։ Ես ասում եմ այս ամիս ամենաճիշտ որոշումը այն կլինի, որ դուք որոշում չկայացնեք։ Սա այսպես եւ արևը կփոխի իր նշանը, սիրելի ցուլեր, ապրիլի 20-ին մտնելու է ձեր նշան արևը, ինչի կապակցությամբ ես թե ասցենդենտով ցուլերին եւ թե արևի նշանով ցուլերին շնորհավորում եմ, թող արևը բերի ձեր բոլոր ցանկությունների իրականացմանը, թող լինի սեր, այդ հարմարավետություն, որտեղ Վեներան դա է բերում եւ միայն լավ փոփոխություններ, գիտեք, շատ ցուլեր վերջին 7 տարիների ընթացքում միանշանակ ունեցել են կորուստներ, ունեցել են ոչ լավ փոփոխություններ, ոմանք իրենց հնարավոր է բնակավայրը փոխեն, իհարկե լավ կլինի, որ ինչ որ լավ իրադարձության շնորհիվ են փոխում, բայց ամեն դեպքում դժվարություններ միանշանակ եղել են։ Դա այդպես փոփոխություններ եղել են իրենց կյանքում եւ հիմա արդեն ապրիլի 26-ից, ինչպես որ արդեն ասացի, Ուրանը, որ 7 տարի ձեր նշանում էր բերեց այդ փոփոխությունները, ինքը դուրս կգա եւ արդեն ձեր ֆինանսներում կլինեն փոփոխությունը եւ նայած որ տարիների ընթացքում է սպասվում, կարող եք դիմել եւ հասկանալ, եթե ձեր ֆինանսական հարցերը իսկապես ձեզ կարեւորվում են, ոչ թե գալիս է պահը, դուք հայտնում եք այդ վիճակում, հետո նոր դիմում են, ասեն ես այս վիճակում եմ, տեսեք, ես ձեզ նախորդ եմ զգուշացնում, որ ուշացած չդիմեք, այսինքն հետ ապրիլի վերջերից մայիսից, որովհետև լինելու է հնարավոր առաջիկա 2-3 տարում ձեզ մոտ լինի ամեն ինչ շատ լավ, մեծ գումարներ վաստակեք, բայց պետք է իմանաք, որ ասենք 4-րդ տարում դուք ծախսելու եք մեծ գումարներ, ուստի պետք է այն տնտեսել, իսկ եթե կոնկրետ ուզում եք հասկանալ, որ տարում է ձեզ մոտ լինելու այդ դժվարությունը, որ դուք ձեր գործերում էլ ձեզ համար արդեն կարծես թե պլանավորեք կամ ավելի կողմնորոշիչ լինի, այդ դեպքում միանշանակ արդեն կարող եք դիմել եւ հասկանալ, եթե դա այդ հարցը ձեզ հետաքրքրում է, որովհետեւ նորից եմ նշում, ցանկացած խնդիր դու պետք է ժամանակին իմանաս եւ փորձես այն կանխել, ոչ թե դու հայտնվես այդ վիճակում, երբ արդեն ուշ կլինի։
Այսպիսի իրավիճակներ եւ նաեւ նշեմ, որ ապրիլի 24-ին ձեր մոլորակը դուրս կգա արդեն ձեր նշանից, այնպես որ երբ Վեներան ձեր նշանում է, վաղվանից ասացի կմտնի, դուք փորձեք թե արտաքին փոփոխություն, թե զգեստապահարանի փոփոխություն, այդ ամենը լինելու է, գնացեք այդ քայլին, փոփոխեք, գեղեցկացեք եւ իհարկե սիրո թեման է արդեն ասացի, միգուցե աշխատանք, ֆինանսներ, նվերներ, դրան եւս ես անդրադարձա սիրելի ցուլեր եւ եթե այսպեսի մի ուրեմն փոփոխություն ոմանց մոտ, ասենք ավելի տարիքով, ոչ ասենք ամուսնական, ասենք այդ թեման ամուսնության թեման իրենց մոտ ասենք ավարտվել է, իրենց մոտ հիմա ամեն ինչ կա, կարգավորված է եւ ձեր կարիերայի մասին պիտի, ձեր նպատակների կարիերայի մասին պիտի մտածեք, դա է ձեզ համար հիմա կարևորը եւ ես կարող եմ ձեզ հետեւյալ խորհուրդը տալ, որ դուք պիտի ուրեմն որոշակի տիրապետեք, գիտեք, ասենք թեկուզ օտար լեզվի, թեկուզ ինչ-որ համակարգչային ծրագրի, այն նման հարցեր փորձեք կարգավորել, հասկանալ ինչ է սպասում, որովհետև ասենք կարիերայի փոփոխություն կարող է լինել եւ դուք այդտեղ կարող եք այդ ամեն ինչին տիրապետելով դուք արդեն պատրաստ լինեք, հա, եւ ձեզ համար լինի դա շատ հաջող, իսկ եթե դուք այս ժամանակահատվածը բաց թողնեք, հետո արդեն ինչ որ մեկը կարող է ձեզ գերազանցել, իր մոտ ավելի լավ ստացվի, ինքը այդ ամենին տիրապետի եւ ինքը առաջ անցնի, դուք հետ մնաք, դրա համար հիմա շատ կարեւոր է, որ դուք տիրապետեք մի շարք ծրագրերի, լեզուների եւ այլն եւ կարողանաք ձեր կարիերայի հարց ապահովել, սա հիմնականում վերաբերում է, ես կասեի միայն ասցենդենտով ցուլերին է վերաբերում, այս պահին արևի նշանով ցուլերին չի վերաբերում սա, հա, ասցենդենտի նշանով ցուլերին է, այսինքն դա կարող է վերաբերել բոլորին, ում ասցենդենտի նշանը ցուլն է, հա, դա կարող է լինել աղեղնավոր, կարիճ, կշեռ, կույս, առյուծ եւ այլն, հա, բայց եթե ձեր ասցենդենտի նշանը ցուլն է, ուրեմն սա կոնկրետ վերաբերում է ձեզ, մտածեք ձեր կարիերայի մասին, ձեր նպատակների մասին, իսկ այդ ամենին հասնելու համար դուք որոշակի գիտելիքներ պիտի ձեռք բերեք, որոշակի քայլեր անեք եւ դա շատ հարմար ժամանակահատված է հիմա, այնպես որ հասցրեք այդ ամենը իրականացնել եւ ասացի, որ ձեր մոտ ձեր կյանքում կարող են շատ փոփոխություններ լինել, սպասվում են առաջիկայում, պատրաստում են ձեզ այդ փոփոխություններին, լավ թե վատ ձեր անձնական քարտեզն է ցույց տալիս եւ այդ ամենին գիտեք, խելացի է պետք պատրաստվել եւ ես ձեզ արդեն զգուշացրեցի, խելացի է պետք պատրաստվել եւ համապատասխան քայլերը անել, գիտեք, նույնիսկ եթե պետք լինի փոխել ինչ-որ բաներ, միջավայրը թեկուզ փոխել գործընկերներին ավելի բարձրանալ, այսինքն դուք հնարավորություն ունեք բարձրանալու, եթե ասցենդենտով ցուլերին է սա վերաբերում, նորից նշեմ, սա արևի նշանով ցուլերին չի վերաբերում, եթե դուք ունեք հիմա այդ հնարավորությունը, ուրեմն որոշակի քայլեր արեք եւ դա ձեզ մոտ ձեր հայացքը ուղղեք դեպի ձեր նպատակները, ձեր կարիերան, որպեսզի հաջողեք։ Այսքանը սիրելի գույսեր, ես ավարտեմ, ասեմ, որ հաջորդ նշան արդեն ես կանդրադառնամ խեց գետիններին, իսկ դու գրեք մեկնաբանություններում, թե որքանով օգտակար եղավ իմ խորհուրդները, օգտվեցիք դուք արդյոք թե ոչ։ Այսքանը լավ եղեք, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս, առայժմ